Գիտեք, ես երբեմն նեղվում եմ եւ զարմանում եմ, երբ որ մարդիկ տիրոջ նկատմամբ անտարբեր են լինում եւ այդ բանը զգացում է կողքից նայելով եղբայրներ քույրեր։ Երբ որ մարդը անտարբեր եւ իր համար կարեւոր չէ թե Տեր Հիսուս այստեղ է թե չէ։ Գիտեք, եղբայրներ քույրեր, նույնիսկ երբ որ Տեր Հիսուսը պետք է արդեն խաչվեր դրանից որոշ ժամանակ առաջ, շատ կարճ ժամանակ առաջ, երբ որ Երուսաղեմ եկավ, ինքը գրված է, որ լացեց, նայեց Երուսաղեմի վրա բարձրից, ցիտենաց դրան վրայից եւ լաց եղավ, ասելով. Ով Երուսաղեմ, Երուսաղեմ, եթե գիտենայր քո այցելության ժամանակը միայն։ Ասում է, հիմա պետք է քեզ փորձանքի բադավի, պետք է քեզ պատնեշ կազմեն, բոլորին պետք է սպանեն, քեզ պետք է շրջապատեն, քո զավակներդ պիտի սպանեն քո փողոցների մեջ եւ Տեր Հիսուս լաց է լինում։ Ասում է, որովհետեւ չճանչեցար քո այցելությանդ ժամանակը։ Հարկավոր է, որպեսզի մենք գնահատենք եւ թանկ գնահատենք այն այցելության ժամանակը, որ Աստված մեզանից ամեն մեկի համար Տեր Աստված սիրներ տալիս է։ Տերը տալիս է այցելություն, որտեղ նա մեզ ամեն մեկի սիրում է եղբայրներ քույրեր։ Եվ մեր ավետարանը հետևյալն է, Աստծո ավետարանը, որ Աստված մեզ սիրում է, ուզում է մեզ հետ հայրական սիրո եւ քաղցրությամբ հարստության մեջ մտնել։ Բայց երբ որ ինքը գալիս է, տեսնում է, թե մենք այստեղ ուրիշ բանով ենք զբաղված, մեքանիսը խոսակցությամբ, մեքանիսը հեռախոսների մեջ, մեքանիսը մտքով ուրիշտեղ, մեքանիսը ինչ պրոբլեմների մեջ, ինքը չի կարողանում այդ հաղորդակցությունը վայելել։ Ինքն էլ է ուզում մեզ հետ վայելել, որտեղ ինքը Աստված է եւ իր մեջ հավիտենական աստվածային սերը դրված եղել է մեր մեջ, մեր նկատմամբ ունեցել է ինքը։